Այս գիշեր 376 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում, հայտնել է Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ինտենսիվ կրակի տակ են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Ռոստովի, Տվերի մարզերն ու Մոսկվայի շրջանը։ Ռոստովի մարզում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստի տարածքում, հայտնել է նահանգապետը։ Յուրի Սլյուսարի խոսքով, Ազովում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով հրդեհներ են բռնկվել երկու պահեստում։ Տուժածներ չկան, ըստ պաշտոնական աղբյուրների։ Ազովի շրջանի Կագալնիկ գյուղում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել վարչական շենքում։ Մարզպետը հայտնել է, որ զոհեր և տուժածներ չկան։ Ուկրաինական դրոնները հարձակվել են նաև Ազովից 65-ից 70 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Տագանրոգ քաղաքի վրա։ Կապետը հայտնել է, որ ուկրաինական դրոններից տուժած շրջաններից մարդկանց տարհանել են։ Ուկրաինական դրոնային հարվածների ֆոնին Սարատովի նավթավերամշակման գործարանը անորոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը, հայտնում է Reuters-ը։ Սարատովի նահանգապետը հաստատել է, Կիևի հարվածից քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ են վնասվել։ Վերջին ամիսներին ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը զգալի փոփոխվել է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրեթե ամենօրյա ռեժիմով ճշգրիտ հարվածներ են հասցնում Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին։ Կիևը հիմա Դաշնության խորքերին հարվածելու հնարավորություն ունի, պնդում են ուկրաինացի փորձագետները։ Նրանց գնահատմամբ առաջիկա ամիսներին վառելիքի հնարավոր պակասը կարող է սոցիալական լարվածության և քաղաքական անկայունության պատճառ դառնալ Ռուսաստանում։ Միջազգային փորձագետների կարծիքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է նավթային ենթակառուցվածքների հարվածների միջոցով ստիպել Կրեմլին պատերազմն ավարտելու բանակցություններ սկսել։ Ռուս-ուկրաինական պատերազմի 1598-րդ օրը Բելֆաստի Քուինս համալսարանում ժամանակակից եվրոպական պատմության դասախոս Ալեքսանդր Տիտովը հոդված է հրապարակել The Independent-ում, ըստ որի ռուսական ռմբակոծություններն էլ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներն են թուլացրել։ Հաշվի առնելով Ուկրաինայում էներգետիկ ճգնաժամը, քիչ հավանական է, որ Պուտինը հետ քայլանի։ Ըստ Ալեքսանդր Տիտովի, քանի դեռ երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել, պատերազմը շարունակվելու է։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տրղազարյան, Հայլուր։